Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սուքիասյան, ամեն դեպքում դատարանից այսօր ինչ ակնկալիք ունեք։ Ես այդուհանդերձ մի փոքր լիահույս եմ, որ դատարանի մոտ ողջամտությունը այդուհանդերձ կգերակայի եւ տեսնելով, որ տակը լուրջ բան չկա, ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց կընտրեն, բայց քանի որ իրավապահները այս պահին եւ տևական ժամանակ է աշխատում է Վիշինսկու ոճով, վերևից եկած հրահանգով եւ մեղադրյալը լինի գործը կճարենք սկզբունքով, ես չեմ բացառում, որ այդուհանդերձ վերևից եկած պատվերը կատարվի եւ պարոն Թևանյանի հետ կապված ընտրեն ազատազրկման խափանման միջոց, բայց դա շատ երկար չի տևելու, ընդամենը հունիսի 7-ին այս ամեն ինչը ավարտվելու է, այս մղձավանջը ավարտվելու է, ստի կեղծիքի խաբեության, բիրտ ուժի, գահավիժման վրա իշխանությունը պահել եւ մարդկանց աչ ու ձախ սուտ կեղծ շինծու մեղադրանքներով բոլորին փորձել վնասազերծել կամ վարկաբեկվել չի ստացվելու, որովհետեւ ամենավարկաբեկվածը այս քաղաքական իշխանություններն են, որոնց օրոք երկիր էր պատերազմ, էլ տարածքային կորուստներ, էլ մարդկային կորուստներ, էլ Թուրքիա առաջ նվաստանալ, հիմա էլ այնքան էլ լկտիացել, որ անգամից Քարոզարշավի ժամանակ են անոնսում, որ էլի են հողեր տալու, էլ իսկ չեն խոսում են մասին, որ ասենք, օրինակ չգիտեմ, Ջերմուկի Իրսոտ Խոզնավարի հատվածում մենք ունենք ադրբեջանցիների կողմից գրաված հողեր, բայց այդ հողերի մասին սովորաբար եթե ինքը լավ արդյունք ուներ, դիվար դա ասեր, որ գիտեք, ինչ զայն տվեք եւ այդ գրաված հողերը ադրբեջանցիների կողմից վերադարձվելու են մեզ։ Նման բան չի ասում, ընդհանրապես ասում են էլի տալու են, այս իշխանությունները պրոֆեսիոնալ տվողներ են, բայց ինչքան ներսում սանձարցակ են եւ լկտի, հակադարձ համեմատական գիքորեն ու խեղճացած Ալիևների առաջ։ Այդ կոնտրաստը չի կարող երկար մնալ իշխանության։ Պաշտոնական մեղադրանքին հասցրել եք ծանոթանալ եւ այդ առնչությամբ ինչ ասելիք ունեք, այնտեղ կոնկրետիվ է հնչեցվել 622,000 ամերիկյան դոլար եւ կառույցյանը Ռուսիա Կովկաս, որի օգտին, այսպես ասած, տեղեկությունները փոխանցվել են։ Ծանոթ են ձեզ նախ այդ կառույցը, ինչ կառույց է եւ այդ գումարի հետ կապված։ Այդ այն ինչ որ հրապարակվել է պաշտոնապես քննչականի կողմից, դա իմ համար անհեթեթություն է, քննարկման ոչ ենթակա, այն ինչ որ դրված է ծրարի մեջ, որ տեսանք փաստաբանների մոտ, բնականաբար դա գաղտնի գրիֆով է եւ մենք չենք առնչվել, հրապարակային հնչեցվածը անլուրջ է, քննարկումից դուրս է, այդտեղ ասելու բան չկա, ոչ մի լուրջ հիմք չկա դրա տակ, եւ գիտեք, օթից կարելի է ինչ ասես հնարել, ում ինչ ասես կարելի է վերագրել, բայց հո ասելով չի։ Իրականում այդ ամեն ինչը կրում է քաղաքական պատվերի բնույթ եւ անգամից սահմանադրությունը այդտեղ խախտվել, որ պաշտոնատար անձը, որին պաշտոնեական գործունեության բերումով հասու են դարձել տեղեկատվություններ պետական մակարդակի, իրավունք չունի այդ ամեն ինչը օգտագործել նախընտրական քարոզության ժամանակ։ Դա հստակ ամրագրված է։ Առավել արձակուրդի մեջ։ Այո, առավելևս արձակուրդի մեջ, հետեւաբար պատվերը ակնհայտ է, այդտեղ քննարկելու բան չկա, այդտեղ դետալների մեջ խորանալու բան չկա։ Այդ ամեն ինչը այս թրքաբարո եւ թուրքի պահած իշխանության պատվերն է, որը ես վստահ եմ կարճ ժամանականց փլուզելու է եւ իջիկ է դառնալու, այդտեղ նույնիսկ ամոթ է դրա ծալքերը քննարկել, այդտեղ քննարկելու բան էլ չկա, էլի։ Ռուսական ազդեցության մասին ամեն դեպքում միայն պաշտոնական մեղադրանքը չի խոսում, կան կոնկրետ շրջանակներ, որ այո, Անդրանիկ Թևանյանի անունը կապում են ինչ-որ ռուսական ազդեցության հետ։ Ոչ շրջանակներ։ Կան մարդիկ, որոնք ասում են չէին Դե գիտեք, նայեք, հիմա շրջանակներին ու խոսակցությանը որ նայենք, այնքան շրջանակներ այնքան բան են ասում, հիմա որ մենք ամեն ասացի տակ դնենք ինչ որ փորձենք ռացիոնալ բան մանկանք, լավ տեղ չենք գնալու։ Անդրանիկ Թևանյանը հայկական ազդեցության գործիչ է, Հայաստանի Հանրապետության պետական շահով առաջնորդվող եւ այդտեղ աներկբայություն չկա ինձ համար։ Նույն Թևանյանը տարբեր առիթներով հարաբերվում է նաեւ ոչ նաեւ ռուսական, նաեւ այլ պետությունների տարբեր, չգիտեմ, փորձագիտական, քաղաքագիտական շրջանակների հետ եւ բոլոր պարագաներում էլ առաջնահերթ է եղել Արցախի շահը, Հայաստանի շահը, հայոց պետականության շահը եւ գիտեք ինչ կա, մի այսպիսի կարևոր բան կա, էլի, այս տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում, երբ որ մեր ճշտամիներին, մեր ախոյաններին արբանյակային կապի միջոցով ամեն ինչ հասանելի է, այստեղ ինչ կա, ինչ չկա եւ այլ եւ ինտերնետով էլ հնարավոր է տեսնել թե ով ինչ քաղաքական եւ աշխարհական նախասիրություններ ունի,
կոնսպիրոլոգիա, լրտեսություն, չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը հեքիաթների ու բալլադների ժանրից է։ Դրանք ընդամենը մեծ աղմուկ ստեղծելու եւ քարոզչական այս պղպջակը հնարավորինս ուռեցնելու նպատակ են հետապնդում։ Փուչի կա, օթա, դատարկությունա, դրա տակ ոչ մի բան չկա եւ չի կարող լինել։ Անդրանիկ Թևյանը սոս կանհատ չի, Անդրանիկ Թևյանի շուրջ համախմբված են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ ցույց են տվել իրենց ամենացորդ նվիրումը մեր քաղաքացու էլեմենտար, չգիտեմ, բակայի խնդրից սկսած մինչև ռազմաճակատ եւ մինչև օրենսդրական գործունեություն։ Հետևաբար այդտեղ ըստ էության լուրջ անդրադառնալ տարաբնույթ ինչ որ խոսակցություններ եւ փորձել մեկնաբանել, առնվազն լուրջ չի եւ անհեթեթ է։ Շնորհակալություն։